Սուրբ թարգմանիչներ, ինչ պատահեց, երբ 4 մարդ 5-րդ դարում մի այլ տեսիլ ունեցան հայոց ազգի համար։ Հանուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո, ամեն։ Ողջույն սիրելի բարեկամներ, գիտեք 425 թվականին, այսինքն 5-րդ դարում, երբ մեր հայրենիքը գտնվում էր երկու հզոր կայսրությունների արանքում ու քաղաքական ապագան էլ առաջիկա դարերի համար մշուշոտ էր ու պարզ չէր, 4 մարդ, ընդամենը 4 մարդ մի այլ տեսիլ ունեցան մեր ազգի զավակների հավիտենական ճանապարհի համար։ Այդ տեսիլի շնորհիվ էր, որ 5-րդ դարը կոչվեց հայոց ոսկե դար։ Եկեք լավ հիշենք այս 4 մարդկանց անուններն ու մեր զավակներին, երեխաներին ու թոռնիկներին էլ պատմենք ու սովորեցնենք այս մարդկանց հավատքի, իրենց տեսիլի ու հայրենասիրության թողած դասերի մասին։ Այս մարդիկ էին Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սահակ Պարթևը, մեր պատմահայր Մովսես Խորենացին, մեր պատմիչ Եղիշեն։ Այս մարդիկ հասկացան, որ վտանգը հայրենիքի ու անհատի նկատմամբ ոչ թե արտաքին է, այլ սպառնում է հենց ամեն անհատի ներսից։ Դա մեր հպարտությունն է, դա մեր նախանձն է իրար նկատմամբ, դա մեր փառամոլությունն ու ընչաքաղցությունն է, դա մեր ագահությունն է ու ձևապաշտությունը, դա սիրո պակասն է, դա մեր եսասիրությունն է ու դիմացինի նկատմամբ վերևից դիրքավորվելու ձգտումն է, դա մեր ներսում թաքնված խորամանկությունն ու կեղծավորությունն է։ Ով որ գերի չէ այս կրքերին, թող առաջի քարը նետի մյուսի նկատմամբ։ Այս կրքերը քանդում են և անհատի հոգին, և ընտանիք, և հասարակություն, և ազգ, և պետություն։ Ուրեմն այս մարդիկ հասկացան, որ հայրենիքը օրհնվում և զորանում է ոչ թե թագավոր կամ կառավարություն փոխելով, այլ երբ ամեն մեկս նայում ենք մեր ներսն ու մտածում, թե ինչպես կարող եմ ես ազատվել այս կրքերից ու մոլուցքներից, որին գերի եմ ես, որ վերջին հաշվով տառապանք են սփռում թե իմ մեջ և թե իմ շուրջը։ Պատմության մեջ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից, դեռ ոչ մի կրոն կամ կրոնական առաջնորդ չի խոստացել, որ մարդուն կազատի կամ կարող է ազատել այս սպանող կրքերի ու մոլուցքների գերությունից։ Բայց մեր ազգի մեջ մինչև 5-րդ դարը մենք մեծ խնդիրներ ունեինք։ Ժողովուրդը իր սեփական լեզվով չէր կարողանում հասկանալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի բերած այդ ուրախ ու բարի ավետիսը։ Աստծուց եկած այս սիրո լուրը շատ բարի է ու մեկ նախադասությամբ հետևյալն է. «Մարդ, հասկացիր, որ գերի ես այս կրքերին ու մոլուցքներին։ Հավատա, որ Աստված Հիսուսի միջոցով փրկություն է բերել քեզ։ Զղջա անցյալի սխալների համար, այլևս մի գործիր այս սխալներն ու ապրիր պատվիրաններով։ Ստացիր լուսավորություն Հիսուսով ու վերջում կմիավորվես Աստծո հետ ապրելով, քեզ ոչինչ չի սպառնա»։ Ու մեր սուրբ թարգմանիչները լծվեցին Աստուծո այս խոսքը հայ ժողովրդին հայերենով հասկանալի դարձնելու շնորհակալ գործին։ Նրանք թարգմանեցին ոչ միայն ամբողջ Աստվածաշունչը, այլ նաև այդ ժամանակվա լավագույն գրական միտքը։ Մեզանից շատերը նույնիսկ մի ավետարան չի կարդացել, որ ընդամենը 16-ից 28 գլուխ է, իսկ այս մարդիկ մի ամբողջ Աստվածաշունչ թարգմանեցին, դպրոցներ բացեցին ու ճանապարհ սովորեցրեցին ազգի զավակներին։ Համաձայնեք, որ այսպիսի գործ անելու համար մեծ հավատք է պահանջվում, մեծ սեր, մեծ նվիրում ու մեծ հայրենասիրություն։ Այս մարդիկ և նրանց նմանները մեր այսօրվա իսկական հերոսներն են և մեր երեխաների դաստիարակության օրինակելի կերպարներ և մեզ համար, և մեր երեխաների համար։ Սիրելի բարեկամներ, այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է այս մարդկանց տոնը։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Թարգմանչած տոնը։ Սրանք լավ օրինակներ են և մեր համար, և մեր երեխաների և նրանց դաստիարակության համար։ Եթե ձեզ օգտակար եղավ այս ձայնագրությունը և մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների ու բարեկամների հետ։ Ինչ իմանաս, միգուցե իրենց միտքն էլ շարժի և իրենք էլ խորհեն այս բաների մասին, և մեր ազգում իսկապես տեղի ունենան լուրջ փոփոխություններ։ Աստված օրհնի բոլորիդ։